Եթե նստած ենք, զգանք ընդհանրապես այդ պահին հենց, որ մարմնի որ հատվածներում է տեղի ունենում շնչառություն կամ որ հատվածներով ենք զգում։ Նախ պետք է զգանք որովայնը, այնուհետև զգանք մեր կրծքավանդակը, միջև թևատակերը արդյոք զգում ենք, հետո միջև անրակները, սակայն այնպես որ ուսերը վերև ներքև չգնան, որովհետև իրական մանրակային շնչառությունը լավարկելու համար մենք պարզապես ուսերը վերև ներքև ենք անվերև ներքև եւ այդպես իրականում այլ ավելի վնասում ենք մեզ։ Բայց այլընտրանք չունենք, չէ՞ որ պետք է ներշունչ արտաշունչ կատարենք։ Օրինակ նստելիս այստեղ իհարկե վիդեո տարբերակը այս հաղորդման դիտողները կարող են այս տարբերակը հասկանալ։ Կրծքավանդակը բացելու համար ձեռքերը թեկուզ ետ տանելով բռնում ենք աթոռի երկու եզրերից, որպեսզի թիակները մոտեցնենք միմյանց եւ ֆիքսելով մեր ձեռքերը մենք ֆիքսում ենք նաեւ ուսերի վեր-վար իջնելու հավանականությունը եւ փորձենք պարզապես ներշունչ արտաշունչ գոնե միջև անրակները զգանք, արդյոք զգում ենք ներշունչը սկզբից որովայնից, այնուհետև կրծքավանդակի միջին հատվածում ոչ միայն առաջ, այլ նաև դեպի կողք, այսինքն միջև թևատակը զգում ենք, թե ոչ։ Հենց հիմա նույնիսկ նստած տեղում կարող են զգալ։ Տեսեք, մեր կեցվածքը թույլ չի տալու, որ տարածական շնչառություն ունենանք, այսինքն մեզանից պահանջելու է, որ մենք այնպես նստենք, որ միջև անրակները գոնե ներշունչ արտաշունչ կատարենք։ Եթե գոնե 3-ից 5 րոպե նման վարժանքների ժամանակ մեզ տանք, շատ լավ է։ Եվ հաջորդը, թոքերին անմիջապես կպված են մեր ձեռքերը։ Եվ մեր որովայնը, եկեք որովայնը հենց մի հատ հանգիստ թողենք, որտեղ չգիտենք մեջը ինչ process-ներ են։ Իսկ իրական որովայնի որակը լավարկելու համար մեզ ընդհանրապես անհրաժեշտ է ջուր, իսկ ջուրը նաև երիկամներն են կպած թոքերին, իրենց կապանային համակարգով, եւ իհարկե մարսողությունը, այսինքն սնունդը, ամեն ինչ չի, որ մենք պետք է ուտենք, հա, եւ այն ինչ որ ուտում ենք, մենք նույն ձևով նաև պետք է մարսենք։ Պետք է ուշադրություն դարձնենք, որ մեր մարսողության գործառույթը ամեն օր նույն ժամով, նույն ռեժիմով տեղի ունենա։ Իրականում բոլոր քրոնիկ հիվանդությունների հիմքում ընկած է մարսողության խաթարումը, ջրի ընդունման խաթարումը, շնչառության խաթարումը, շարժման խաթարումը։ Այստեղ ես հենց հիմա նստած եմ եւ տեսնում եմ ձեր ջրի բաժակի վրա նկարած է տատիկ պապիկ, տատիկը ձեռնափայտով է, պապիկը մի քիչ կռացած մեջքով, սա արդեն իսկ աննորմալ գործառույթ է եւ սա մարդուն իդեպ անկախ տարիքից մարդը պետք է ուղիղ քայլի։ Եվ սա արդեն իսկ խոսում է, որ այս մեր խեղճ տատիկ պապիկը ունեն քրոնիկ հիվանդություններ։ Մեկի դեպքում իհարկե իրականությանը համահունչ լինել, իսկ մենք ասում ենք նաև առողջապահության նախարարությունը ասում է իրականությունը կարող է այլ լինել։ Այնպես ինչպես ամեն ինչը անպայման չի, որ մենք տառապելով մեռնենք, էլի, մենակ է չի։ Որակը պետք է որակ բերենք, հա։ Ձեռքերի վարժությունները, տեսեք, մենք օրվա ընթացքում ահա որ շատ ձեռքերը այսպես ֆիքսված ենք մեզ պահում։ Եվ մաքսիմալ գործը որ անում ենք, այդ ասենք ճաշ եփելը կամ տունը հավաքելն է։ Իդեպ կանայք գոնե նման եղանակով ինչ որ ձևով թափ են տալիս իրենց օրգանիզմը։ Սակայն այդ շարժումները եւս կրկնվող են եւ սովորական են արդեն դարձել, հա, ոնց որ պրոֆեսիոնալ գործառույթ ունեն եւ արդեն իսկ դա նշանակում է, որ այնտեղ ինչ որ մեկ այլ տեղում հաստատ կոմպենսացված վնասված մի այլ հատված է լինելու եւ ցավը ոչ թե ասենք ձեռքերից է զգալու, այլ մարմնի այլ հատվածում է ցավը կզգաս, օրինակ վզի ցավ, օրինակ։ Եվ մենք խորհուրդ ենք տալիս օրինակ ձեռքերի թափահարման վարժանքներ կատարել։ Օրինակ վերև ներքև, շունչ վերև, արտաշունչ ներքև։ Ինչի շունչի ժամանակ ձեռքերը վեր, արտաշունչին վար, որովհետև ենթադրվում է, որ երբ որ ձեռքերը վերև ենք բարձրացնում, մենք նպաստում ենք, որ գոնե թոքերի վերևի հատվածը ակտիվանա, հա։ Դեպի կողք տարածումը կլավացնի միջին հատվածի զարգացում, այսինքն շունչ, ձեռքերը տարածում են կողք ու ներքև, հետո հաջորդը տեսեք ձեռքը ոչ միայն ձգվում է վեր, այլ նաև գնում է ետ, չէ՞, ձգվում է հետ։ Այսինքն այս հետ վարժանքները, ձեռքերը հետ տանելու, մատները հանգուցելու փորձը գոնե, հա, եթե դա էլ հնարավոր չէ, կարելի է պարզապես որոշակի սրբիչ վերցնել, ձեռքերը մեջքի ետևում, այդ սրբիչով փորձել հավաքել։ Նպատակը կրկին այն է, որ մեր կրծքամկանը երկարացնենք, բոլոր մեր մկաների հետ գոնե խմբային աշխատենք, որոնք անմիջապես
մշտապես կապ ունեն մեր թոքերի հետ։ Եվ Պարզն ասում եմ նորից, ուղղակի եթե նստած ենք, դիրքավորվենք այնպես, որ կարողանանք ձեռքերը վեր ու վար անել։ Եվ որովայնային շնչառություն լավարկելու համար կամ կոնքի հատակի առողջություն լավարկելու համար շատ պարզ մի վարժանք կա։ Պարկում ենք պարզապես հատակին, թեկուզ, չգիտեմ, տանը գորգի վրա, որը բազմոցին է մոտ, հա, եւ ոտքերը բազմոցին ենք դնում պարզապես։ Ոչ մի մեծ բան հարկավոր չէ։ Ինչ ենք անում օրվա ընթացքում կուտակված այդ ոնց ասեմ ավիշը, հա, երևի ավիշը կամ արյունը նպաստում ենք եւ ոտքերը վերև դնելով, որ այդ հոսքը վերադառնա, այո, հետ հոսքը վերադառնա դեպի այս հատվածը, այսինքն կրծքավանդակը եւ սիրտը, հա, եւ որպեսզի արյան որակը եւս լավանա եւ նյութափոխանակությունը նորից լավանա։ Էլի այնտեղ շատ վարժանքներ կան, օրինակ դեպի առաջ ծալումը, հաջորդը էլի որովայնի աշխատանքը լավացնելու համար կամ մարսողության որակը լավացնելու համար պարզապես նստած տեղում շունչ ձեռքերը վեր, արտաշունչ ծալվում ենք առաջ, ձգտում ենք ձեռքերը հատակին հասցնել։ Շատ պարզ վարժանք է, որ կարող ենք ամեն օր արտանալուց հետո կիրառել, շատ բարդ բան չի դեպ ասեմ։ Աթոռի նստած, այն տարեցները, որ չեն գա, ժամանակ չեն գտնի, կամ կուզեն լրացուցիչ, բացի պարապմունքներ իրենք տանել անեն, ինչ կարող են անել տանը, որպեսզի բարելավեն իրենց առողջական վիճակը։ Պարզապես շնչառության որակը լավացնենք, առողջություն հենց սկսում է շնչառությունից, որտեղ մենք կանք, որովհետև շնչառությունը կա։ Ու վերջ, երկրորդ շնչառությունը շատ լավ վերնագիր է։ Այնքան բան կա, որը զուտ ուժեղ, ոնց ասեմ, միանգամից անմիջապես կապված է հենց շնչառության հետ։ Այսինքն թոքերը այտենց ամբողջ տարածության մեջ լցվում են, բայց արի ուտես, որ այս պահին կամ վերև Նաև դրա պատճառով մենք գլխին ենք դիրք տալիս, էլի սեղմում ենք մեր երկարավուն ուղեղից դուրս եկող բոլոր գլխավոր գանգլիաները, հա, բոլոր նյարդերը, դրա պատճառով ուսերն են բարձրանում, պարանոցն է սեղմում, հետո դրա պատճառով նյութափոխանակությունն է վատանում, դրա պատճառով այտուցային պրոցեսներ են ավելանում, բորբոքային պրոցեսներ են ավելանում, որովայն աճում է, չգիտեմ, մեծանում է, հա, աղիքներում նեղման պրոցեսներ են սկսվում։ Իմ ուսուցիչը վերապատրաստված չէ, բայց սերտիֆիկացված անմիջապես հենց Այնգարի BKS Այնգարի աշակերտն է եւ հենց այդ ավանդն եմ դրել ծրագիրը կազմելիս։ Այստեղ շատերը կարծում են, թե որովհետեւ յոգա, հենց յոգա բառը ասում ես, մի փոքր հակասություն է գալիս, մտածում են, ահա, հեսա մի բան են չեն անելու, մեզ մեր կրոնից հետ են մղելու, բայց եկեք բոլորս գիտենք ով է BKS Այնգարը, եթե չգիտենք, ապա ասեմ, որ BKS Այնգարը ժամանակակից ֆիզիոթերապիայի հայրիկն է նաև, հա,